Բարև ձեզ սիրելի բարեկամներ, ես ուրախ եմ ողջունել ձեզ իմ աստրոմագիա եւ թալիսմաններ անկրկնելի մոգական YouTube-յան ալիքում։ Եվ գիտեք, որ այժմ ասելով ես նկատի ունեմ 2026 թվականի հուլիսի 14-ից մինչև 29 ընկած ժամանակահատվածը, գիտեք, որ լուսինը աճող է եւ բարենպաստ է ցանկացած դրական երևույթ իրադարձություն մեր կյանք ներգրավելու համար, եւ շատերը ինձ խնդրում են սիրային մոգության անդրադառնալ նաև, որտեղ հիմնականում բարեկեցության, ֆինանսական, այսպես մոգության հետ կապված աղաղակարգեր եմ ներկայացնում եւ իհարկե սերը շատ կարեւոր դեր է կատարում մեր կյանքում, ներդաշնակ հարաբերությունները շատ կարեւոր են մարդու երջանկության համար եւ երբեմն դժվար է լինում գտնել սեր, գտնել ձեր երկրորդ կեսին կամ երբեմն զանգահարում են ասում են իսկ դա ընդհանրապես հնարավոր, ես ասում եմ իհարկե հնարավոր է, այսինքն անհնարին բան չկա, եթե ճիշտ մոտենակ խնդրի լուծմանը։ Եվ այժմ ես ներկայացնեմ սեր ներգրավելու հմայախոսություն, այսինքն ինչպես ներգրավել սեր ձեր կյանք։ Այս հմայախոսությունը կատարվում է բացառապես աճող լուսնի օրերին, ցանկացած օր աճող լուսնի ընթացքում, այսինքն հենց հուլիսի 26 թվականի հուլիսի 14-ից մինչև հուլիսի 29-ը կարող եք կատարել։ Այս հմայախոս շատ պարզ հմայախոսություն է, ուրեմն բացում եք ծորակը, շատ պարզ է եւ այսպես ափերը դնում հոսող ջրի տակ եւ 3 անգամ կրկնում այն հմայախոսությունը, որը գրված կլինի այս վիդեոյի տակ նկարագրության մեջ։ 3 անգամ հմայախոսությունը ասելուց հետո ափերի մեջ կուտակված ջրով պարզապես այսպես լվանում եք ձեր երեսը, ջուրը երեսից մաքրել չի կարելի եւ սա կարող եք կրկնել ամեն ամիս, պես որևիցե սահմանափակում չկա, մինչև որ գտնեք ձեր երազած ասպետին։ Ահա այսքան է, սիրելի բարեկամներ, անպայման բաժանորդագրվեք աստրոմագիա եւ թալիսմաններ իմ YouTube-յան ալիքին, հետևեք ինձ նաև մյուս YouTube-յան ալիքով, Գերհզոր աստղաբանական YouTube-յան ալիքով, աստղային խորհրդատու Աննե Հաղբերցյանի հետ, ու այնտեղ նաև լուսնային ցիկլին եմ ես անդրադառնում, հետևելով ամսվա կանխատեսումներին, կիմանաք երբ է լուսինը աճում, երբ է նվազում, երբ է լիալուսինը, երբ է նորալուսինը, նաև այցելեք իմ կայքի հղումը այս վիդեոյի տակ նկարագրության մեջ է եւ այնտեղ նույնպես կան լուսնային օրերի, ամեն ամսվա լուսնային օրերի նկարագրություններ, այդ թվում նաև բարենպաստ եւ անբարենպաստ ժամեր ցանկացած օրվա եւ նույնպես շատ հարմար է այս աղաղակարգերը, եթե չգիտեք երբ է լուսինը աճում, երբ է նվազում, ահա կարող եք անպայման օգտվել։ Հետևեք ինձ նաև Facebook-ում, Instagram-ում, Telegram-ում եւ TikTok-ում։ Այսքանը, սիրելի բարեկամներ, ես ձեզ մաղթում եմ ամենայն բարի, կհանդիպենք ստեսցուն։